Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, երկար ժամանակով եթեր դուրս չեմ եկել, այսօր խոսելու կարիք կա, որտև շատ հարցերով են արդեն դիմել մեր կոնյակագործները, որպես կոնյակի գործի հասկացող, փորձ ունեցող, մեծ ճանապարհ անցած մարդու, նույնպես դիմել են մարդիկ, որովհետև արտադրողները մի ամսից ավել մենք ունենք շատ մեծ խթանումներ մեքենաների, որը իրենք 50-ից 60 մեքենա Վրաստանի տարածքում է, թե Վրաստանի տարածքը տրանզիտ գոտի է, ինչու համար այսօր մեր հարևան, մեր սիրելի վրացիները, Վրաստանի կառավարությունը որոշում են ընդունել, այսօր արդեն պարզ եղավ, որ Ռուսաստանի հետ նույնպես, որ մեր ապրանքատեսականիները, բոլոր խմիչքները պետք է անցնեն Վրաստանի լաբորատորիայով, ունենան Ռուսաստանի պահանջած չափանիշները, նոր գնան Ռուսաստան էքսպորտի արտահանման։ Երկար տարիներ զբաղվել ենք այդ բիզնեսով ու ղեկավարել ենք ու ոչ մի անգամ այսպիսի դեպք չի պատահել, որ Վրաստանը մեզ հարևան լավ երկիր պետք է այսպիսի խոչընդոտներ առաջացնի մեր արտադրողների համար։ Ես հասկանում եմ, Վրաստանն էլ արտադրում կոնյակ, իրենք այսօր շատ խոշոր էքսպորտ ունեն Ռուսաստանում նույնպես, մեր բոլոր սոցիալիստական երկրների խորհրդային միության առաջվա արտադրանքը դուք բոլորով լավ գիտեք, որ ամենամեծ շուկան այսօր Ռուսաստանն է։ 80-ից 85%-ից ավել այսօր արտադրությունը գնում է Ռուսաստան։ Ես չգիտեմ ինչու համար, որ Վրաստանի նախագահան եկավ Հայաստան, ոչ մի անգամ մեր կառավարության անդամներից ոչ մեկը հարց չի տվեց, ինչու համար է խոչընդոտներ առաջացնում մեր ապրանքների համար, որ չեն կարողանում հասնեն տեղ, որտեղ մի ամսից ավել է, դու պատկերացնում եք, մի ամսից ավել է արդեն մեր ապրանքները Վրաստանում կանգնած են ու արտադրողը ստեղ պարզ չէ, որ տուժվում է, որտեղ մարդիկ կան արդեն գումարներ են վերցնում, վարկեր են վերցնում բանկերից, իրանք ժամանակի մեջ արդեն ունեն մեծ շեղումներ, ֆինանսական տուժեր են կրում։ Այսպես ինչքան պետք է շարունակվի, ես չեմ հասկանում, պրոստը մենք առաջ այդ հարցերը, եթե խոչընդոտներ է լինում, տալիս էին գյուղնախարարությանը։ Այսօր գյուղնախարարության ոլորտում չի մտնում այդ ամեն ինչը, մենակ խաղաղագործությունն է ու սարքել են այսօրվա մեր իշխանությունը, գյուղնախարարությունը որպես մի հատ բաժին, որը ես խորհուրդ կտայի վերանային, որովհետև մեր տնտեսությունը զարգանում է այսօր գյուղատնտեսությամբ ամենակարևորը, 70%-ից եթե ոչ ավել։ Ես ուզում եմ իմանամ այս դեպքերից տեղյակ է մեր էկոնոմիկայի նախարարը, թե տրանսպորտի նախարարը, ես ճիշտ ասած չգիտեմ ում հարցը ստամ, որովհետև ուզում եմ իմանամ պատասխանատուն ով կլինի, դիմում եմ կառավարությանը, դուք կարող եք ուշադրություն դարձնեք, որ բոլոր արտադրողները հավաքվել էին մի քանի օր առաջ Վրաստանի դեսպանատան առջև, պահանջում են, որ հայկական մեքենաներին, ոնց որ բոլոր տրանզիտ երկիրները, դուք ձեր տրանզիտ տուրքը ստանում եք, ստացակ, դրանից հետո բաց թողեք մեքենան թող գնա։ Մենք ունենք Ռուսաստանի հետ պայմանագիր, բոլոր չափանիշները, սերտիֆիկատներին է այս հարցը
տրված, որ բոլոր սերտիֆիկատներով չափանիշները երկու կողմից ստորագրված, որ համ Ռուսաստանի սերտիֆիկացիան է գործում Հայաստանում, ու մեր սերտիֆիկացիան լրիվ չափանիշներով նույն ձևարած գոստանդարտով գործում է Ռուսաստանի տերիտորիայում։ Եթե այս հարցը քաղաքական է, պետք է մեր կառավարությունը մեծ ուշադրություն դարձնի, որովհետև այսօր շատ աշխատատեղեր կախված են դրանից։ Ու խոշոր ընկերություններ են այսօր գործում Հայաստանում ու մեծ վնաս են կրում։ Օրինակ այսօր ես գիտեմ մեկ քանի ընկերություններ, որ 10-ից 15 մեքենաներ, 20-ից ավել մեքենաներ հիմա պատրաստ բեռները բաց չեն թողում իրենց գործարանից, որովհետև գիտեն հարցը լուծված չի։ Բացի դրանից, մենք պետք է վերանայենք մեր երկրից շատ զբոսաշրջիկներ, որ իրենց այցը կատարելուց հետո վերադառնում են իրենց երկիր, չեն կարողանում իրենց հետ տանեն 4 լիտրից ավել մեր հայկական ավանդական կոնյակից, գինի, ինչ լինի, 4 լիտրից ավել իրավունք չունեն։ Հարգելի կառավարություն, վերանայեք այդ հարցը, մարդիկ, որ կարողանան առևտուր անեն մեր պետության մեջ գտնվող, մեր հայրենիքում գտնվող զբոսաշրջիկները, հյուրերը, որ գալիս են ու իրենք գումար են ծախսում, չէ, մեր պետություն այդ հարկեր եք չէ ստանում դրանով, դրանից հարկեր եք ստանում, ստացած գումարից, այդ առևտրից, duty free նույնպես գոյություն ունի, բայց duty free-ից չեք մոռանում, որ այդ հարկերը դու չեք ստանում duty free-ից, ոչ մի հարկ չեք ստանում։ Ավելի լավ չէ, որ մեր խանութներից զբոսաշրջիկները, հյուրերը, մեր ապրանքները գնեն ինչքան ցանկանում են։ Իրենք թող լինի 4 լիտրի տեղը լինի 10 լիտր, 8 լիտր։ Խնդիր է, օրինակ մեկ քանի անգամ ես իմ արտադրած կոնյակներից, մեր արտադրած կոնյակներից եղել է, որ մեշի շավել է եղել, ճամպրուկը կանգնացրել են, ասել են բացեք, պետք է հանեք, նորմայից ավել, ասեմ ինձ նորմայից ավելա, խնդրեմ հանեք։ Ես օրենքին կողմ եմ, բայց կուզենամ, որ փոփոխություն լինի, որ կարողանան մարդիկ իսկապես մեր ապրանքներից օգտվեն ու տանեն տարբեր երկրներ ու ցույց տան, դրանով իրենք համ գովազդ են անում, համ էլ առևտուր են անում։ Ու շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր ազգային պարծանքը ցույց տանք, չհաշված, որ չգիտեմ դու գիտեք թե ոչ, մեր Հայաստանի կառավարությունը ստորագրել է Ֆրանսիայի հետ, որ մենք կոգնյակ բառը չօգտագործենք շուտով ու դրա համար չնչին գումար է ստացել ու ես կուզենայի, որ կառավարությունը այդ գումարը ոչ մի ձևով օգուտ չի տա ու ասել պատասխան տեր արտադրողներին, հարգելի արտադրողներ, մենք այսքան գումար ենք ստացել, ինչով կարանք օգնենք, որ հետագայում վնասներ չկրեք, բայց ինչքան էլ գումարային օգնություն լինի, մեծ վնաս կլինի, որովհետև ասեմ ձեզ, ռուսական շուկայում ոչ մեկ չի գրում ֆրանսերեն կոգնյակ, հայտի համաշխարհային առևտրի պալատները արգելում են, ես համաձայն եմ, ոչ մեկ չի գրում կոգնյակ։ Ավանդական ոնց եղել է սովետական միության ժամանակ ռուսերեն գրում են կոնյակ, հայերեն գրում են կոնյակ։ Կոգնյակ բառը մենք չենք օգտագործում, բայց նույն տեխնոլոգիաներով է կատարվում այդ ամեն ինչը։
Ինչու համար եմ այդ ամեն ինչ ասում, որովհետև վրացին գրում է կոնյակ, Վրաստանի արտադրողները, Ադրբեջանի արտադրողները, Դագեստանի արտադրողները, մենք բոլորին տալիս ենք հնարավորություն ու մեր ավանդական պարծանքով, որ մենք արտադրել ենք մեր խմիչքները ու բոլորտեղ պարծեցել ենք, որ ամեն ինչը պարծանքով ենք ցույց տվել, բոլորտեղ մենք որ ամենալավ կոնյակը կարող ենք պատրաստել, այսօր մենք չգիտենք մի քանի օրից հետո ինչ պետք է կոչենք մեր խմիչքի անվանումը։ Անունը բոլորով գիտենք, հա մենք մեր անունն ենք դնում, հա։ Բայց հարգելի կառավարություն, ես ուղղակի խնդրում եմ ուշադրություն դարձրեք այդ ամեն ինչին ու հրավիրեք բոլոր արտադրողներին ու իրենց հետ պետք է խորհրդակցվեք ու իր ձև այդ խնդիրը պետք է լուծվի, որովհետև չի կարելի տեղական արտադրողին հենց երկրի կառավարությունը, իշխանությունը պատժի։ Այդ պատիժ է կոչվում, ֆինանսական պատիժ ու չգիտես դրանից հետո ինչ գրես, որ մարդիկ տեսնեն մեջը ինչա որ գնեն, որտեվ շուտվանից արդեն 100 տարուց ավել է մենք արտադրում ենք հայկական կոնյակ, ֆրանսիական տեխնոլոգիան ենք օգտագործում, բոլոր չափանիշներն ենք պահում, բայց չենք գրում ֆրանսիական կոնյակ, գրում ենք հայկական կոնյակ։ Ֆրանսիացիները ինչ ասես կարող խնդրեն, մենք իրանցը սիրում հարգում ենք, խնդիր չկա, բայց մենք իրենց ոչ մի չափանիշներով չենք խանգարում։ Այսքան տարի ոչ մի անգամ այս խոսակցությունը չի գնացել առաջ, համա պետք մի անգամից ձեր օրոք լինի հարգելի իշխանություն։ Մի հատ խնդրում եմ լավ բան արեք, որ մենք էլ ասենք շնորհակալություն։ Ես շատ կցանկանայի։ Հետո ուզում եմ վերադառնամ քաղաքական դաշտին։ Դիմում եմ բոլոր պատգամավորներին, մեր խորհրդարանի ղեկավարին, նույնպես, հարգելի Ալեն Սիմոնյան, կարգի բերեք խորհրդարանը։ Ես ձեր բոլորին հարգում եմ, հարգելի պատգամավորներ։ Ես էլ եմ եղել պատգամավոր։ 9 տարի ես խորհրդարանում եղել եմ պատգամավոր, բայց ոչ մի անգամ չեմ տեսել այդ աստիճանի էթիկայի խախտումներ։ Այդ աստիճանի վիրավորանքներ, հայհոյանքներ, տղեկ, անձնական ոչ մեկից չեմ ուզում ոչ մի բան ասեմ։ Դուք մոռացել եք, որ ձեզ մեր ժողովուրդն է ընտրել ու դուք ժամանակավոր եք եկել, ամեն ինչ ժամանակավոր է, կյանքն էլ է ժամանակավոր ու դուք ինչքան կարողանաք օգուտ տվեք, չափի մեջ մնացեք, գնացել եք խորհրդարան, աշխատեք հանուն հայրենիքի, լավ օրենքներ ցույց տվեք, մշակեք հանուն հայրենիքի, տնտեսության զարգացման, ռազմավարության, այսօր մենք չունենք մինչև հիմա խաղաղության պայմանագիր արժանապատիվ, որ կարողանանք հանգիստ տեղերս նստենք, իսկ դուք բոլորով ասեմ, որ իմանաք, ձեր վեճաբանությամբ խայտառակ եք անում մեր ազգի պատիվը ու անունը։ Եթե դուք այտենց լրիվ դուխով տղեկ եք, որ խոսում եք, այդ գոռացողներին եմ ասում, աբյոմից, որ հայոյում եք իրար, անպատիվ խոսքեր եք ասում, այդ խայտառակություն է։ Մեր ազգին արժանի չէ,
Աշխարհով մեկ ցույց եք տալիս, որ մենք իրավիճակի մեջ չենք կարող մենք մեզ գտնենք նորմալ, որ կարողանանք մենք ծառայենք մեր հայրենիքին։ Հարգելի պատգամավորներ, ձեր վրա ժողովուրդը հույս է դրել։ 5 տարի ձեզ վստահել է խորհրդարանը։ Մի օր այնպիսի բան արեք, իսկապես որ կարողանանք ձեզանով ուրախանան, հպարտանան։ Մեր սփյուռքի հայությունը նայում է ու ամեն օր զանգեր են տալիս, ասում են Արձաքանցյան, ձեր ժամանակ այտենց անպատիվ իրար վերաբերմունքներ ցույց չեն տվել ոչ մեկ իրար, ես ինչ է կատարվում։ Մեր ազգը ամեն ինչով հարուստ է եղել, մշակույթով, հարգանքով, ամեն ինչի մեջ, խելոք, զարգացած, այս վերջի տարիներին մոռացել ենք մեկս մեկին սիրենք, հարգենք, պատիվ տան, էդ էլ շնորհքի հարց է, չէ՞։ Պատիվել մի տվեք իրար, մի հարգեք, բայց մի գնացեք խորհրդարանից, ընկերներ, իրար վիրավորեք, բոլոր ազգի խայտարակ եք անում, դուք բոլորով, ով որ ինքը արդեն գիտի իս ձևա իրեն պահում։ Դուք չեք տեսնում, որ դրանից օրինակ է վերցնում արդեն են անչափահասները։ Իսկ չափահասները հաստատ լավ բան չեն էլ մտածում։ Անհրաժեշտ է անապահ վերականգնել ազգային ժողովի էթիկայի չափանիշները։ Ես հույսով եմ, որ դուք իմ խոսքը կլսեք, ես մենակ իմ խոսքով ինձանով չեմ խոսում, ես մեր կուսակցության խմբի անունից եմ խոսում, հազարավոր ժողովուրդ են, այո, հազարավոր ժողովուրդ են այսօր արդեն, ու շատ մտերիմներ ունենք, որ դիմել են մեզ, պարոն Արձաքանցյան, այդքան շփվում եք այսօրվա պատգամավորների հետ, թե ընդդիմադիր, թե այսօրվա իշխանական, կողմը պահող պատգամավորները, տղեկ, եկեք մեկս մյուսին հարգենք, բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ հայ ենք, հերիք է, ու խորհուրդ կտամ, խորհրդարանին քիչ խոսի արդեն այդ կոռուպցիայից, կոռուպցիայից թող զբաղվեն արդեն կոռուպցիոն հանձնաժողովը, դատախազությունը, դատարանները, խորհրդարանում թող նոր օրենքների ձեռքբերումներ ունենան, որ կարողանանք մենք դեպի լավ ապագայի գնանք, ժողովուրդ ջան։ Հույսով եմ, խոսքս տեղ կհասնի, ով կհասկանա շնորհակալություն, ով չհասկանա, ինչ ասեմ, թող մտածի, որ ավելի լավ բաներ անի իրեն կյանքում։ Շնորհակալություն, լավ երեկո ձեզ։